Զրուցում ենք աստվածաբան պրոդյուսեր Թովմաս Առաքելյանի հետ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, մասնավորապես խոսեց հայ ընտանիքի մոդելի եւ հայ առաքելական եկեղեցու մասին, նշեց, որ այս պահին հայ առաքելական եկեղեցում մի տեսակ չուլանային վիճակ է, հոգևորականները իրենց անկողինները, իրենց հողաթափերը թողնում են եկեղեցու մենաստաններում, ինչ կասեք այս մասին, ձեր տեսակետը ինչպիսին է։ Մենք նախ իհարկե գործ ունենք շատ անշնորհակալ բանի հետ, մեկնաբանել նման խեղկատակություններ շատ անշնորհակալ գործ է, եւ ավելորդ երևի թե մենք պիտի այնուամենայնիվ ձևավորենք մշակույթ նման անհեթեթություններին չանդրադառնալ։ Ակնհայտ է, որ այդ փայլատակումները պարբերաբար ասվում են այդ ստոկի մեջ պահելու համար հասարակությանը ու մեկնաբանություններ կորզելու։ Գիտեք, ժամանակակից աշխարհում շատ են ֆրիկ բլոգերները, որոնք տրեշ կոնտենտ են արտադրում, իրենց համար կապ չունի մեկնաբանությունները լավն են թե վատն են։ Նույնիսկ եթե մեկնաբանությունների մեջ բացառապես հայհոյանքներ են ու բացասական, իրենց համար դա լավ է, որովհետև իրենք ակտիվը պահում են, հա։ Ֆրիկ տրեշ կոնտենտ արտադրող բլոգերներ TikTok-ում Հայաստանում էլ լիքը կան։ Այլ հարց է, որ տրեշ կոնտենտ արտադրող ֆրիկ բլոգերը ունի վարչապետի պաշտոն եւ զբաղեցնում է այդ աթոռը։ Հիմա երբ մենք այս աղբի հետ առերեսվում ենք, արդեն մենք հասկանում ենք, որ այդ չուլանային բառը, եթե նույնիսկ տեղին է օգտագործել, ապա չուլանային աշխարհայացքի հետ մենք գործ ունենք, հա։ Չուլանային աշխարհայացք, չուլանային կուսակցություն, որը իր չուլանային ուղեղից ամիսը մեկ այդպիսի մի կոնտենտ է արտադրում, դա նույնն է, որ իր ուրեմն զուգընկերուհին, որը վերջերս իմացանք, որ իր կինը չէ նույնիսկ, եթե ընտանեկան արժեքների մասին ենք խոսում, գոնե ինքը պիտի լռի, գոնե մարդկային այդ սոլիդարությունը ունենալով, որովհետև ապրում է իր զուգընկերու հետ, խոսքը Աննա Հակոբյանի մասին է, ու իր զուգընկերուին մարդ է, որը Facebook-ով մեկ այլ քաղաքական պետական գործի անվանում է Էշ։ Հիմա այս որակի խոսույթը ես դժվարանում եմ մեկնաբանել։ Բայց բուն հարցին անդրադառնալով, ինչ եմ ուզում ասել, նախ մարդիկ փայլուն տեսնում են եկեղեցիների, ընդհանուր առմամբ եկեղեցիների վիճակը այսօր։ Եկեղեցիները աննախադեպ խնամված են, ամեն ուր տեղի են ունենում վերականգնողական աշխատանքներ։ Բազմիցս Բեաթար Հայրապետը նշվել է որպես Գարեգին II շինարար կաթողիկոս, որովհետև այն աննախադեպ շինարարությունը, որ եղել է մեր Հայրապետի օրոք, դա իհարկե շշմել կարելի է, այսինքն թե ինչքան մեր վանքեր, եկեղեցիներ բարեկարգվում են ամբողջ Հայաստանով մեկ։ Եվ նման շինարարություն քիչ թե շատ, եթե համեմատենք, եղել է մեկ էլ Գևորգ IV կաթողիկոսի օրոք, եւ հիմա այսօր իրապես շինարարական մեծ վերադարձանք է հայոց եկեղեցում։ Թերություններ կան, անշուշտ կան, բայց այդ թերությունների հասցեատերը ով է։ Մենք այսօր ցավոք սրտի չունենք իշխանություն։ Մենք ունենք ընդդիմություն եւ ունենք ինքնաընդդիմություն։ Մեկ անգամ չէ, որ վարչապետը ներողություն օտար բառի համար մուննաթով խոսել է այն խնդիրների մասին, որոնց հասցեատերն է ինքը, պատճառնել է ինքը։ Մուննաթով խոսել կոռուպցիայի մասին, երբ որ կոռուպցիան իրենց օրոք է վիճակում, խոսել վատ մանկապարտեզների մասին, որոնք իրենք իսկ կոռուպցիայի արդյունքում անում են, եւ մենք ակնհայտ տեսնում ենք այդ տեսանյութերը, որտեղ ցույց են տրվում, թե ինչ որակ է մեր շինարարությունը երկրում պետբյուջեից եւ դրա արդյունքում մարդիկ բռնության են ենթարկվում եւ այլն եւ այլն։ Հիմա նույն մուննաթը այն բանի համար, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, այդ բազմատառ նախարարությունը զրո բովանդակություն ու գործունեություն։ Դա կոնկրետ շատ ու շատ մեր վանքերը, մանավանդ պատմական վանքերը պետք է գտնվեն կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, հովանավորության եւ խնամքի տակ։ Դա չի արվում, եթե նույնիսկ արվում է, արվում է խայտառակ վատ։ Բազմիցս մեր հոգևորականների վրա քրեական գործեր են հարուցվել, ես հիմա սա փաստացի ասում եմ, կարող եք ճշտել քահանաների անունները, վանքերի անունները, բազմիցս քրեական գործեր են հարուցվել քահանաների վրա, որոնք փորձել են իրենց ուժերով
բարենորոգչական աշխատանքներ անել պատմական վայրերում։ Բազմիցս կրթության, մշակույթի, սպորտի նախարարությունը քրեական գործ է հարուցել, որովհետև քահանան ինքնուրույն բարենորոգում անելու իրավունք չունի։ Այսինքն օրինակ, եկեղեցու տանիքը խնդիր ունի, ջուրը չռում է վանքի մեջ, քահանան այդտեղ իր ուժերով հարց է լուծում, մի ամիս հետո դատական գործ է հարուցվում։ Ինչ չուլանի մասին է խոսքը։ Եկեղեցիները բանավանդ պատմական վանքերում այսօր անշուշտ կան խնդիրներ, որովհետև չկա պետական հոգացություն, ինչ էլ որ կա, խիստ անբավարար է, ինչ էլ որ եկեղեցին անում է մեր հավատավոր հայորդիների ջանքերով այն եկեղեցիները, որտեղ իրավունք ունի եւ իր տիրույթի տակ են, իր հոգացության տակ են։ Բնականաբար ավելի մանրամասն վստահ եմ Մայրաթորից կհնչի արձագանք, վստահ եմ, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը շատ փաստական ունի տվյալներ, ինչ հսկայական աշխատանք է արել եկեղեցին վերջին տարիների ընթացքում, բայց պետք է մտի ունենալ, որ մշտապես նման հարցերը պետության հոգացության տակ լինեն, ինչի չկա։ Հիմա եթե չկա, այդ մունաթը ում հասցեին է։ Իրենց, ուրեմն մենք ունենք ինքնաընդդիմություն, որը եկել է իշխանության Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայի ծրագրով, հիմա ինքնաընդդիմանում է իր իսկ ծրագրին հազարավոր եկեղեցիներ, սրբավայրեր հանձնելով Արցախում, որոնք ոչ թե չուլանային են, այլ ավերված են հիմնահատակ իրենց անձնական մեղքի պատճառով։ Մեր հայ հոգևորականները դադիվանք պահած հոգևորականներ են։ Մինչև վերջի շունչը դադիվանք պահած հոգևորականներ են։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ընտանիքի մոդելի մասին, մասնավորապես նշեց, որ հայ ընտանիքի մոդելը այնպիսին է, որ երեխան կարծես թե ծնողի սեփականությունն է դառնում։ Նա նաև խոսեց այն մասին, որ այդքան էլ ճիշտ չէ, երբ ընտանիքը լինում է բազմամարդ, այսինքն մի քանի տղաներ իրենց ընտանիքների հետ ապրում են նույն հարկի տակ։ Սրա մասին ինչ կասեք, նաև նշեք, թե հայ առաքելական եկեղեցին ինչ վերաբերմունք ունի ընտանիքի վերաբերյալ։ Ճիշտ ասած, իր ընտանիքի հետ կապված որևէ խոսքեր չեմ անդրադառնա, որովհետև զուգընկերու հետ ապրող չպսակադրված ընտանիք չկազմած անձնավորությունը չի կարող մտքեր գեներացնել ընտանիքի մասին։ Ընտանիքի մասին մտքեր գեներացնելուց առաջ լավ կլիներ պսակադրությամբ վավերացվեր իրենց հարաբերությունը, որովհետև մենք գիտենք, որ իրենց իսկ բարձրագոյն հայտարարություններով ընտանիք որպես այդպեսին չկա, կա համակեցություն։ Ինչ վերաբերում է ընդհանրապես ընտանեկան արժեքներին, բնականաբար եկեղեցին դարեր շարունակ հայ ավանդական ընտանիքի բարոյագիտական համակարգի կերտողն է եղել եւ մշտապես խոսում է հենց այդ ավանդական արժեքների մասին։ Մինչդեռ այդ ավանդական արժեքները խաթարվում են այս երկրում, երբ տրանսգենդերը հրավիրվում է ազգային ժողով, երբ պետությունը ֆինանսավորում է նույնասեռականների մասին ֆիլմեր եւ հետո բարձրագույն ասում է դե հիմա նրանք մարդ են թե մարդ չեն։ Հա հիշում եք էլի դարձյալ այդ արտահայտությունը, որ դե ես էլ ձեզ հարցնում եմ նույնասեռականները մարդ են թե մարդ չեն, եւ դա ասվում է հարթարացում պետության բյուջեից նման ֆիլմեր ստեղծելու համար։ Հայոց եկեղեցին ունի շատ հետաքրքիր կոնցեպտ ընտանիքի, քանի որ ես չեմ կարող այսպես կարճ հարցազրույցում ամբողջական պատկերացում փոխանցել, պիտի խորհուրդ տամ կարդալ Խրիմյան Հայրիկ Հայրապետի, Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի Դրախտի ընտանիք գիրքը, շատ փոքրիկ գրքույկ է, որտեղ շատ խորքային ու շատ հետաքրքիր նկարագրված է մեր հայկական ավանդական ընտանիքը։ Անպայման խորհուրդ կտամ կարդալ։